Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 21։ Ես գիտեմ իմ փրկագնողն ապրում է, Հոբ 19:25։ Հոբի մխիթարության աղբյուրը այս կարճ իմ բառն է, իմ փրկագնողը, ինչպես նաև այն փաստը, որ փրկագնողը ողջ է, ինչպիսին է կենդանի Քրիստոսի հետ հաղորդակցություն ունենալը։ Անհրաժեշտ է բաժին ունենալ Հիսուսի մեջ վայելելու համար այդ հաղորդակցությունը։ Հանքում եղած ոսկին ինձ ինչ, այն ինձ համար ոչ մի արժեք չունի, միայն իմ գրպանում եղած ոսկին կբավարարի իմ կարիքները և թույլ կտա ինձ գտնել հանապազօրյա հացը։ Փրկագնողը, որ ինձ համար փրկագին չի վճարում, և վրիժառուն, որը վրեժ չի լուծում, այն արյան համար ինձ համար բոլորովին միևնույն է։ Մի հանգստանցիր այնքան ժամանակ, մինչև հավատով չասես. իսկ ես ապավինում եմ կենդանի Տիրոջը, նա իմն է։ Բայց հնարավոր է դու նրանից ամուր չես բռնված, և քեզ չի բավականացնում վստահությունը ասելու. իմ փրկագնողն ապրում է։ Այդ դեպքում մի մոռացիր, որ եթե քո հավատը մանանեխի հատիկի չափ է, նույնիսկ նման հավատը քեզ այդպիսի պնդման իրավունք է տալիս։ Սակայն մենք ևս երկու բառ ենք կարդում, որոնք արտահայտում են Հոբի վստահությունը՝ ես գիտեմ։ Հարմար է ասել, ես հույս ունեմ, ես կարծում եմ, և շատ շատերը դրանից առաջ չեն գնում, բայց մխիթարության բուն էությունը հասնելու համար անհրաժեշտ է ասել. ես գիտեմ։ Բազմապիսի, եթե բայց երևի բառերը երբեմն մխիթարություն և խաղաղություն չեն բերի։ Վշտի օրերին կասկածները հանգեցնում են հուսահատության։ Շամեղվի նման նրանք խայթում են հոգին։ Եթե ես նույնիսկ մտովի ենթադրում եմ, որ Քրիստոսն իմը չէ, ապա իմ հոգևոր մեղրին խառնված է մի գդալ կուպր։ Բայց եթե ես գիտեմ, որ նա ապրում է, ապա և խավարը չի թաքնվի նրանցից, և գիշերն է ցերեկվա պես լուսավոր։ Եթե Հոբը Քրիստոսի գալուստից առաջ կարող է ասել ես գիտեմ, ապա մեր վստահությունը պետք է բոլորովին պակաս չլինի։ Սակայն Աստված չանի, որ մեր վստահությունը վերաճի ինքնավստահության։ Հոգանք, որ մեր վկայությունը ճշմարիտ լինի, որ չկառուցենք անհիմն հույսի վրա, բայց չբավարարվենք միայն հիմքով, քանի որ լավագույն տեսարանը բացվում է վերին հարկերից։ Իմ կենդանի փրկագնողը հիրավի աննկարագրելի ուրախություն է։